Էսելի պրտնի անասուններ են, թանկանոց անասուններ են կարել, բերել, առաջ անգամ նրանք ծնել են, են երկուսը այս տարիդի ծնել։ Պարոն Արշակը որոշեց, որ գյուղում հեղափոխություն է անելու։ Ասաց սովորական կով պահելով մարդ միլիոնատեր չի դառնա, պետք է արտասահմանյան հարսնացու փնտրել ու եվրոպական ֆերմա ստեղծել։ Երկար փնտրեց, գտավ, տեսավ, ուսումնասիրեց ու ընտրեց ու ամեն մեկի համար միլիոն ու մի բան ավել տվեց։ Նորեկները օրական 25 լիտր կաթ են տալիս, ոչ մի գրամ ավել, ոչ մի գրամ պակաս, այնպես ոնց որ պայմանագրով ֆիքսված լինի։ Միլիոնանոց կովերն առանձին կացարան ունեն, Արշակ պապն էլ աչքի լույսի պես է պահում, դե նրանք էլ իրեն ոնց ասում են բոլ-բոլ կաթ են տալիս, բայց օգուտն ինչ անասնակերը թանկանում է, կաթի գինը համը հանում է, ասում է պապը։ Այսօր կաթը 150 դրամ է, կես լիտր ջրի գինը, նա թանկ է, ավելի թանկ է, հա։ Եթե վերցնես անասունի կերամիավորը իր վրա նոյեմբերից մինչև ապրիլ, այդ ծախսերը կաթի գինը 0 է։ Գոնե պետք է մի 200 դրամ լի, որ մի քիչ կարողանաս շարժվես։ Պարոն Արշակի ֆերման գյուղի սահմաններից դուրս է, բարձր ժայռերի մեջ կորած, կարծես քամու ու ամպերի հետ ընկերացած։ Այս բարձունքում Արշակը կյանքի ուղիղ կեսն է անցկացրել, քարին դնելով բառի բուն իմաստով։ Այստեղ սովետական տարիներից մնացած կիսական տանասնաֆերմա է եղել, կարելի է ասել մնացել էին միայն պատերը։ 90-ականներին Վանաձորում աշխատանքը թողեց, տիկնոջը վերցրեց ու եկավ այս ձորակ, կառուցեց գոմեր, պահեստներ, կացարաններ, ջրագծեր, այդպես մի ամբողջ տնտեսություն։ Ֆերման պարզապես շինություն չէ, այլ անցած ճանապարհն է քրտինքով, հույսով, համառությամբ, երբեմն էլ կասկածով լի։ Դե գիտես կին, հեղափոխություն եղավ Հայաստանում, կոմունիստները գնացին, մերոնք եկան։ Ես իրանց ավելի շատ էի հարգում, որովհետև այն ժամանակ ամեն ինչը նորմալ էր, ամեն ինչը ստանդարտ էր։ Արշակ պապն արդեն 77 տարեկան է, բայց նայելով նրան դժվար է հավատալ դրան։ Արագաշարժ է, առողջ, բազուկը պինդ, առավոտը դեռ լույսը չբացված արդեն ֆերմայում է, մեկ գոմում, մեկ բակում, մեկ սարքավորումների մոտ։ Քաղաքից թորները գալիս են, օգնում, աղմկում ու ծիծաղ բերում բակ, բայց երբ նորից վերադառնում են իրենց առօրյային, ամբողջ ծանրությունը կրկին իր ուսերին է մնում, բայց պապը չի էլ տրտնջում։ Ֆերման նրա համար պարզապես աշխատանք չէ, այլ իր կյանքի գործը, իր ստեղծած աշխարհը։ Տարիներ են եղել, որ ֆերման մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր է ունեցել։ Հիմա թեև կիսով չափ պակասել է գլխաքանակը, բայց մեկ է, պապն իրեն հարուստ մարդ է համարում։ Բայց հարստությունը նրա համար երբեք փողի քանակը չի եղել։ Հարստությունը խաղաղ խիղճն է, երբ ապրում ես խիղճդ մաքուր, գլուխդ հանգիստ դնում ես բարձին ու գիտես, ոչ մեկին չես խաբել, ոչ մեկից ոչինչ չես գողացել։ Հարստությունը այն զգացումն է, որ ունեցածդ քո աշխատանքի պտուղն է, ոչ թե պատահական շահի կամ անարդար ճանապարհի արդյունք։ Եվ հենց այդ պատճառով, թեկուզ այսօր անասունները քիչ են, բայց Արշակ պապի հոգին լի է։ Նա հարուստ է իր հավատով, իր արդարությամբ, իր ստեղծածով, իսկ այդպիսի հարստությունը ոչ ժամանակն է պակասեցնում, ոչ էլ թվերը։ Փողով չի մարդը հարուստ պետք է լինի, ինքը պետք է բնական հարստություն ունենա, որ ինքը հարուստ լինի։ Դուք կարծում եք, որ շատ փող ունեն նրանք հարուստ են, նրանք գիշերն էլ չեն քնում։ Մենք հանգիստ մեր ամեն ինչը բաց, այդտեղ սենց սաղ բաց է, իրոք բաց է։ 2000 թվից է կովերը, 2000 թվից կովաբուծությունն է, դրանից առաջ ոչխար է եղել, դրանից առաջ խոզաբուծություն է եղել, 4 կով ենք ունեցել, վարկերի միջոցով, բանով կարողացել ենք շատացնենք, իրանց հորթերով բանով 100 կովեր, բանը 100 անասուններ, 65 կովեր մնացածը հորթեր էին, մոզիներ եւ այլն։ Հետո, որ աշխատող չկար, արդեն քչացինք մեր ընտանիքով ենք։ Ֆերմայում անասնագլխաքանակի հարկադիր կրճատման պատճառը եղել է հենց աշխատող ձեռքերի պակասը։ Արդեն քանի տարի ֆերմայում կտվորներ ու բանվորներ են փնտրում։ Պապը վատ էլ չի վճարում, բայց ոնց պապն է ասում, թրիկ, այսինքն գոմակ թափելու աշխատանքը ոչ մեկի սրտով չէ։ Այնինչ ֆերմայում կան բոլոր պայմանները, առանձին կացարան, կահավորում, տաք ու սառը ջուր, բայց մեկ է, ցանկացողներ չկան։ Չի ճարվում, այս բնակավարում աշխատողներ չկան ու չեն գալի։ Պարապ կմնան, չեն գալ։ Մարդիկ կան նպաստի համար կովերը ծախեցին, ինչը 30 ռուբլի նպաստ էին ստանալ։ Ու տես ինչ կատարվեց։ Բնականորեն իրանք աղքատացան։
Բամիկովը հələ 30 ռուբլու չափեր եկամուտ տալի։ Այդ նման բաներ։ Դա իհարկե մարդուց է գալի, մարդու մտածելաձևից է գալի։ Իմիջայլոց լորեցին, դե դուք ալավեր դուցեք, լորեցիկ հերուն չեն տեսնեմ։ Տարիներ պետք է հետո տեսնես։ Դա չես տեսնում։ Լորեցիները ես հարգում եմ, մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, դեռ կարելի ասել որակ ունեցող մարդիկ են, բայց աշխատող չեն։ Այսօր Արշակ պապի համար ամենադժվար գործը ոչ թե անասուն պահելն է, ոչ թե կերի խնդիր լուծելն ու սարերի քամիներին դեմ կանգնելն ու ֆերման պահելը, այլ ամենադժվարը մարդ գտնելն է, աշխատող, պատասխանատու, գործին տեր կանգնող։ Ոմանք լավ աշխատանքի հետևից քաղաք են գնում, ոմանք էլ աշխատանքը հեռվից են սիրում։ Իսկ ֆերման մարդ է ուզում, որ առավոտ շուտ արթնանա, ցրտից չվախենա ու գործից չփախչի, ասում է պապը։ Մակարիչը ձեզ կանեմ, եթե չարեք, ուղարկեք, ամեն ինչը պայմանավորենք անենք սա։ Աշխատատեղ մանավանդ անասնապահության շատ կա։ Ամեն գյուղում, ամեն տեղ պահանջը շատ է։ Երիտասարդները այսօր անասնապահություն չեն շարունակում։ Քանի դեռ մենք կանք դեռ աշխատվում է։ Սովի ու պակասության տարիներին հենց այս ֆերման էր, որ իրենց ընտանիքին կերակրեց, երբ շատերը սպասում էին օգնության, նա սպասում էր լուսաբացին, որովհետև գիտեր, եթե աշխատի, հողը իրեն ձեռնունային չի թողնի։ Այդ տարիներին ոչ միայն կարողացավ ընտանիքը պահել, այլ նույնիսկ կարողացավ ոտքի կանգնել, տնտեսությունը մեծացնել։ Այսօր, երբ պայմանները համեմատաբար հեշտ են, Արշակ պապը ցավով ասում է, անգամ կարիքավորները չեն ուզում այս ճանապարհով անցնել։ Շատերը արագ լուծում են փնտրում թեթև գործ, հեշտ փող, բայց հողը դեռ նույնն է, պատրաստ է կերակրելու, ասում է, պարզապես պետք է պատրաստ լինել աշխատելու, համբերելու, չվախենալու դժվարությունից։ Կիրովական ենք աշխատում, Կիրովական քաղաքում, շոլկի զավոդում ենք աշխատում, փակվեց ամեն ինչ, տեղափոխվեցինք մեր գյուղը, եկանք ստեղը սկսեցինք աշխատել։ Դե գյուղի հետ միշտ կապ ենք ունեցել, մենք այս գյուղում ենք ծնվել, գյուղում սովորել ենք, տեղափոխվել ենք Կիրովական քաղաք, ապրել ենք, աշխատել ենք, արարել ենք։ Հիմա էլ գյուղում ենք աշխատում, ինչ է ելել որ։ Լոդորություն չեն կարել, աշխատել ենք, ստեղծել ենք, ցավոտ տանեմ։ Արշակ պապը մարդու այն տեսակն է, որ դժգոհելու, բողոքելու փոխարեն նախընտրում է գլուխը կախաշխատել, իր գործը լավ անել։ Տնտեսությունը զարգացնելու, երբեմն նաև անասնակերը ապահովելու համար շատ անգամ է վարկերի բեռի տակ մտել, բայց գլուխ անել։ Կատնամթերքը շուկայում, բազարում, խանութներում բացարձակ թանկացել է, երևացող բան է, բայց կա թե չի թանկանում, գյուղացուցեժան են վերցնում։ Այսօր մսիգինը նորմալ է, իրոք նորմալ է, կաթը եթե հասցնեն գոնե 200 դրամի, էդ էլ կնորմալանա, ու սաղ ամեն ինչը նորմալ է։ Պետությունն ինչ պետք է անի, եթե ես հին անասուններ ունեմ եւ այլ, ինչ պետք է անի։ Ես ինձանով կարամ շատացնեմ։ Վարկեր են տալի, վարկել ենք ստացել, ամեն ինչ էլ արել ենք, կարողացել ենք հասնենք մեր ծրագրին։ Մեր ծրագիրը այսքան է եղել։ Խելքի բանա, պետք է խելացի լեզվոր կարենաս անես, ստեղծես։ Անասնապահությունով էլ կարաս լավ ապրես, ինչ էլ էր։ Խիղճի թանգիստ, ամեն ինչի համար խոսացող չկա, առայժմ դեռ համարյա ոնց են ասում, հարգուտուր չկա։ Այս ֆերմայով ասել է, թե անասնապահությամբ ամուսինները կարողացել են թոռների համար մեքենաներ գնել, հարսանիքներ անել, ուսման տալ ու մի խոսքով անել հնարավորը նրանց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։ Այս մեքենան էլ ամերը, սա է մեր կաթը, ամեն ինչը տեղափոխ։ Այս անասնապահների կացարանը։ Հա, ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, մեջը ռեմոնտ արած եւ այլ։ Մնում է գան մնա։ Մնում է մարդ տնի գա աշխատի։ Այսինքն մնալու տեղը տալիս է։ Ամեն ինչ կա, ամեն հարմարություն կա։ Տալիս է։ Ամեն ինչ կա։ Առաջ երբ աշխատողներ կային, նաև սար էին գնում, արդեն քանի տարի է ֆերմայի տարածքից չեն հեռանում ամառ թե ձմեռ։ Ճիշտ է, պապը մեղադրում է աշխատանք չունեցողներին, որ այս գործում աշխատելու ցանկություն չունեն, բայց մի կողմից էլ խոստովանում է, որ անասնապահը քուն ու հանգիստ չունի, աշխատանքը կարելի է ասել 24 ժամ է ու կլոր տարին։ Կարելի է գյուղավարի ասած ոտակապիչ է, չես կարալ բացակայես։
Առավոտից իրիկու անասնապահության գործը լարված է։ Դրա համար մարդիկ հեշտ լինեն վազեն։ Շատ փող են ուզում, հեշտ ապրեն։ Այսպես զրուցելով պապը մեզ ուղեկցում է իր տուն, որտեղ Մելիդա տատը, որ թեև նկարահանվել չի ցանկանում, բայց սուրճի սեղան է բացել։ Տիկնոջ հետ 1970 թվի մարտից։ Չէ, 71 Մելիդա։ Հա։ Քանի երեխա եք ունեցել։ 2 աղջիկ։ Եվ քանի թոռ ունեք։ 4 թոռ ունենք։ Քանի ծորնիկ ունենք Մելիդա։ 3 ստեղ, 6 հատ ծորնիկ ունենք։ Արշակ պապի պատմությունը միայն աշխատանքի մասին չէ, այլ նաև ընտրած կյանքի ճանապարհի։ Նա ապրում է գյուղից հեռու, բարձր ժայռերի մեջ կորած իր ֆերմայում, որտեղ օրերը խաղաղ են, իսկ գիշերները խոր ու լուռ։ Այդ լռության մեջ հաճախ լսվում են գայլերի ու շնագայլների ոռնոցները, քամուսուլոցը, լեռների ձայնը։ Բայց այդ ձայները նրա համար ոչ թե խորթ են, այլ հիմա առանց դրանց քուն մտնել չի ստացվում, ասում է։ Ամուսինները կարելի ասել մենավոր կյանք են վարում հեռու քաղաքի աղմուկից ու շտապողականությունից։ Ու չնայած տարիքին Արշակ պապը դեռ ջահելի պես աշխատում է, դեռ արարում է ու ամեն նոր բացվող օրը սկսում է հավատով։ Գայլերի ոռնոցից չի վախենում, քամուց չի նահանջում, տարիներից չի ընկրկում։ Իր խաղաղ անկյունում նա շարունակում է ապրել իր ընտրած կյանքը ծանր աշխատանքով, բայց հպարտ ու ամուր կեցվածքով, ինչպես այն լեռները, որոնց մեջ պապը կառուցել է իր աշխարհը։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։